Ես միտեղ կարդամ Գործք առաքելոց 10-րդ գլուխ 38 համարը, Գործք առաքելոց 10-րդ գլուխ 38 համարը, այսպես ասում խոսքը, Հիսուս, որ Նազարեթեն էր, որ Աստված օծեց Սուրբ Հոգով և զորությունով, որ պտտեցավ բարի քնելով ու սատանայեն բոլոր տանջվածները բժշկելով, քանզի Աստված իրեն հետ էր, փառավորվի Տիրոջ անունը։ Հիսուս նույնն է երեկ, այսօր և հավիտյանս, փառք Տիրոջը։ Հիմա Տերը ներկա է մեր մեջ, ինքը այստեղ պտտում է, ինքը հասնում է շարքերով, իր խոցված ձեռքը քո վրա է, ինքը խոսում է քո սրտի հետ, ինքը նույն Հիսուսն է, ինքը չի փոփոխվում, մենք ենք փոխվում, մեր հավատն է թերանում, սիրելի Աստծո ժողովուրդ, հավատքը թող զորանա, հավատքը թող հաստատվի Տիրոջ խոսքի վրա, որպեսզի մենք տեսնենք, որ ինքը այստեղ ներկա է, ինքը այն անձնավորությունն է, որ ճանաչում է ինձ ամբողջությամբ, քեզ ամբողջությամբ, նա գիտի քո հոգու վիշտը, նա գիտի քո ներքին ցավերը, նա գիտի քո հիվանդությունը, նա գիտի քո մտքի պայքարը, նա գիտի քո պրոբլեմը, նա բոլորը գիտի այդ ամենը, եւ քեզի շատ լավ հասկանում է ինքը, մնում է որ դու մոտիկանաս իրան, որպեսզի խոնարհվես իր առջև, նա քեզ կօգնի, եթե դու հույսդ կտրել ես կյանքի մեջ, որ դու հույս չունես էլ, նա ասում է հույսը ամոթով չի թողելու, ես եմ հույսն ու կյանքը Հիսուսը, անունը փառավորվի իրա, նա այստեղ է, նա է կյանքը, մենք խոնարհվենք իր առջև սիրելի Աստծո ժողովուրդ, ու հավատանք սրան, որ Աստված օգնի մեզի, հիշում եք այնտեղը, այն կինը, որ ինքը ուներ հիվանդություն 12 տարի այդ հիվանդության մեջ էր, բայց ամեն բան վատնել էր, ամեն բան տվել էր և ոչ մի օգուտ չէր գտե և ահա իր մտքի մեջ հավատք է առաջանում, գնամ և մոտիկանամ Հիսուսին և կպնեմ նրա փեշին, երբ որ կպնեմ պիտի բժշկվեմ, փառավորվի Տիրոջ անունը, և ամբողը գնում էր Հիսուսի հետ, և այս կինը հետևից մոտիկանում է, նայեք հավատքը մոտիկանում է, և կպնում է նրա փեշին, հանդերձին, և Հիսուսը կանգ է առնում, և ասում է, ով ինձի կպավ, և մենք գիտենք, որ աշակերտները ասում են, վարդապետ, ռաբի, այսքան մարդիկ քեզի կպնում են, և դու ինչպես ես ասում, որ ինչ-որ մեկը ինձի կպավ, Հիսուս ասեց, ինձնից զորություն դուրս եկավ, փառավորվի Տիրոջ անունը, Հիսուսից զորություն է դուրս գալիս, երբ որ մեր հավատքն է կպնում, և տեսեք ինչ ասեց, երբ որ այդ կինը եկավ մոտիկացավ, Հիսուս ասեց, քո հավատքը քեզ բժշկեց, ոչ թե այդ կինը, այլ կնոջ հավատքը կպավ սիրելի Աստծո ժողովուրդ, կպեք հավատքով Հիսուսին և Հիսուսից զորություն դուրս կգա և կբժշկի, ինչ հիվանդություն է լինի Աստծո մոտ, անհնարին բան չկա, մի հույսդ կտրի, եթե անգամ կարող եմ մտքեր են եկե, որ դու էլ չունես այն հնարավորությունը, Տերը ասում է, որ մի վախեցիր, հիշում եք այնտեղը, մի քանի մտքեր եմ ուզում փոխանցեմ, Երբ որ հայրոս այդ ժամանակ քայլում էր, ես սպասում էր շատ մեծ տագնապ ուներ, հոգս ուներ, նա աղջիկը մահամերձ էր, և Հիսուս հետ գնում էր, և այդ կինը կանգնացրեց ճամփին որոշ ժամանակ, բայց ինքը սպասում էր, երբ որ նրանք մոտիկացան այն տանը հայրոսի և ինչ ասեցին այնտեղից մոտիկացան ասեցին, էլ մի հոգնեցրա վարդապետին, աղջիկդ մեռավ և այստեղ ճիշտ այս խոսքի վրա Հիսուսը որ լսեց, խոսած հայրոսի հետ, ամբողջ ճանապարհը չխոսած հայրոսի հետ, նա չասեց հայրոս սպասի, հայրոս մի վախեցի, երբ որ այդ խոսքը եկավ ասեց, էլ մի հոգնեցրա վարդապետին, քո աղջիկը արդեն մեռավ և Հիսուսը շուռ եկավ ասեց, հայրոս մի վախենար, հավատա Եվ այսօր եթե կարող է քեզ միտք եկե, որ դու հույսդ կտրել ես ամբողջությամբ, Տեր ասում է մի վախեցի աղջիկս, հավատա, եւ ես պիտի այցելեմ քո կյանքի մեջ, քեզ պիտի բժշկեմ, քեզ պիտի կանգնեցնեմ, եւ դու ինձ պիտի փառավորես։ Հույսը մի կտրի, հավատքով նայեք Տիրոջը։ Մարիամին եւ Մարթային ասեց. Հավատա եւ կտեսնես Տիրոջ փառքը, քեզ չասեցի, հավատա, իշքան կարում ես այդքան հավատա, իշքան է քո հավատքը։ Այն մարդում, որ խոստովանվավ ասեց, օգնիր իմ թերահավատությանս։ Այսօր թող խոստովանվենք, մենք ասենք, Տեր, իմ հավատքս միգուցե չի երիքնում, բայց դու օգնիր իմ հավատքս զորացրա, որպեսզի ես կարողամ լիարժեք քեզի հավատամ, խոնարհվենք։ Ինչ որ կա, գիտեք ինձ սիրելիներ,
կա հիվանդություններ, որ Աստծո փառքի համար է, որ հրաշքներ էր բուժում, կա որ գիտեք մեր ապաշխարության համար է, Աստված թույլ է տալիս, որպեսզի մենք ապաշխարենք, եւ այս վիճակների մեջ մեր խոնարհությունն է ուզում, մեր հավատքն է ուզում տեսնի Տերը։ Եվ տեսեք այն կնոջը, երբ որ նա մոտիկացավ, ասեց. «Հե, վարդապետ Տեր», ասեց, «Իմ աղջիկս ասում է դևենք չարչարվի, ասում է, խնդրում եմ օգնիր»։ Պատասխան չտվեց Հիսուսը։ Վերջը աշակերտները մոտիկացան, ասին. «Պատասխան տու, մեր հետևից է գալիս»։ Եվ տեսեք ինչ ասեց Հիսուսը, երբ որ նա մոտիկացավ, ասեց. «Տեր օգնիր», նա հետաքրքիր մի պատասխան տվեց, շատ կարծես այսպես կոպիտ է հնչում այդ պատասխանը, ասեց. «Արժան չի տողոց հաց առնել եւ շներին տալ»։ Բայց այս կինը ինչ ասեց, Տեր ասեց. «Շները իրանց տիրոջ սեղանի հացի փշրանքներից են կերակրվում»։ Ժողովուրդ, նա չասեց հացից են կերակրվում, հացի փշրանքներից։ Խոնարհվավ լիարժեք, հավատաց դրա այդ խոսքին, վերցրեց, անգամ ասեց այդ փշրանքները թող ինձ հասնեն, բայց ես խոնարհվում եմ քո ասացի առջև, ասեց ովքին քո հավատքը մեծ է։ Երբ որ մերը խոնարհվավ Աստծո խոսքի առջև, աղջիկը բժշկվավ։ Երբ որ մենք կխոնարհվենք, մեր ընտանիքի մեջ բժշկություն կգա, սիրելի Աստծո ժողովուրդ։ Փառք Տիրոջը, հավատքով նայեք Տիրոջը, օրհնեք Տիրոջ անունը, մեծարեք Տիրոջ անունը, կանգնենք աղոթքի։